Պարոն Օթանեսյան, այսօր չէի կարող չխոսել նաև առաջիկա ընտրություններից։ Ուզում եի հասկանալ, դուք որպես սոցիոլոգ ինչ եք նկատում, որքանով են օրինակ ընդդիմությունը կամ իշխանությունը օգտվում սոցիոլոգիայի ընձեռած հնարավորություններից, հետազոտություններ անում եւ այդ հետազոտությունը օգտագործում իրենց քարոզարշավի մեջ։ Հա, բոլորն են օգտագործում, բայց օգտագործում են սոցիոլոգիայի 5%-ը եւ օգտագործում այնպես, որպեսզի դա իրենց դուր գա։ Եթե դուր չի գալիս, աղվեսը եւ խաղողը էլի առակը հիշենք, ասում է թթու է, երբ որ սոցիոլոգները ասում են, գիտես, դու ինձ հարցրեցիր եւ ես քեզ ասեմ, որ օրինակ երիտասարդության 80%-ը չի ուզում քեզ։ Մտածիր եւ եթե ուզում ես խորհուրդ, հուշեմ ինչպես անես, որ ուզենա, ոչ թե ուզենա քեզ ընտրել, այլ ուզենա քո պես մարդ ունենալ այս երկրում։ Եվ ընդդիմության եւ իշխանական ոլորտի ներկայացուցիչները ամենայն հավանականությամբ այս դեպքում ասում են, չէ, գիտես, երիտասարդները չեն հասկանում, իրենք լավը չեն։ Իսկ ես լավն եմ։ Հա, այդպես մենք եկանք նրան, որ բնակչության կեսի մոտ կեսը չի ուզում ոչ մեկին այսօր, որովհետև իշխանությունը չէր ուզում բնակչության այդքան մեծ հատվածների եւ բազմազան մտածողությամբ։ Իսկապես բոլոր ցանկացած իշխանություն ուզում է պրիմիտիվ բնակչություն, ենթարկվող եւ չմտածող, ցանկացած պետության իշխանություն այդպես է ուզում, բայց սոցիոլոգիան նրա համար է, որպեսզի մենք սովորեցնենք մեր բնակչությանը ուզենալ ավելին, քան լիդերները տալիս են, իսկ իշխանություններին ուզենալ այն բնակչությանը, որը կա փաստացի, եւ բայց որպեսզի այդ բնակչությունը ավելի լավը լինի, լիդերները նույնպես պիտի ավելի լավը լինեն։ Դա իրենց ըստ էության միսիան է, առաքելությունն է։ Եվ հա, երբ որ մեր իշխանությունների ներկայացուցիչները ժողովրդական չէին, իրենք ժողովրդից իրենց բարձր էին դասում։ Հիշենք Սերժ Ազատիչի մոտեցումը, թե եկել եք մեր տոնը խանգարեք, որ ինչ անեք, մարդկանց հետ խոսելու ձևը այդպիսին էր։ Եվ ահա հակառակը ունենք այսօր ժողովրդական լիդեր, ով որ ուզում է ժողովրդի պես լինել։ Չէ, լիդերը պիտի բարձր լինի, որպեսզի բնակչությունը սովորի եւ ոչ սովորի հայհոյել, այլ սովորի չհայհոյել։ Այս է խնդիրը, որ մենք պիտի լուծենք։ Ես տեսնում եմ, որ այս գալիք ընտրությունների պայմաններում մեր բնակչության զգալի մասը այսօր կողմնորոշված չի։ Եվ սա այն է, որ փոքր երկրում ճանաչելով բոլորին, անգամ անձամբ եւ չպատկերացնելով ում պետք է ընտրես, դու հստակորեն ցույց ես տալիս մի բան, որ այո, իշխանությունը եւ ընդդիմությունը ունեն մեծ խնդրեմ։ Իրենց կերպարը, իրենց անելիքները եւ այլն համապարփակ չեն։ Եվ հասարակությանը ճանաչելու խնդրեմ ունեն, կարծում եմ, ըստ էության։ Հա, եւ նորից սոցիոլոգիան դրա համար է եւ սոցիոլոգիան ավելի հին է, քան մեր հին եւ նոր իշխանությունները։ Մենք շատ հետաքրքիր է, կարծում եմ, նաեւ։ Շատ հետաքրքիր է եւ կարեւոր է եւ որևէ մեկ որևէ բան չի ուզում վաճառել սոցիոլոգիական մեթոդաբանությամբ։ Սոցիոլոգիան հասարակությունը առողջացնելու համար է։ Պարոն Օթանեսյան, իսկ մոտավոր պատկեր սոցիոլոգները ունեն, թե այս ընտրությունները ինչ արդյունքներ կգրանցեն։ Հա, ունեն եւ ունենք այնպիսի մի պատկեր, հակասական նաեւ սոցիոլոգիական տվյալներ են տպագրվում այսօր, ինչու որովհետեւ ես կասեի մեկնաբանումներն են ավելի շատ այդտեղ, քան թե տվյալները, արդյունքները, իսկ մեկնաբանվում են արդյունքները այնպես, ինչպես մեկնաբանողն է փորձում անել իր համար կամ իր պատվիրատուի համար, բայց հստակորեն երևում է, որ տեղի է ունենում Հայաստանում քաղաքական կոնսոլիդացիայի process, ինչ է սա, երբ որ միլիոն քաղաքական ուժերից մենք գալիս ենք 3-4 ուժի, հետո 2 ուժ կլինի, ինչպես ԱՄՆ-ում, ինչու, որովհետև ընդդիմությունը չի կարող փոքր երկրում շատ բազմազան լինել։ Հարցերը, որոնք որ պիտի լուծի եւ բարձրաձայնի ընդդիմությունը, հստակ եւ նույնն են։ Մենք չենք կարող ունենալ մի ընդդիմադիր ուժ, որը որ կասի եկեք փողոցները վերանորոգենք, իսկ մյուս ընդդիմադիր ուժը ասի դպրոցները, դա կարող է անել մեկ ընդդիմադիր ուժ։ Իսկ իշխանությունը այդ բոլոր խնդիրները իմանալով ի պաշտոնե, նույնպես պիտի կարողանա կամ չկարողանա դրանք լուծել։
Օրինակ այսօր եւ իշխանական մոտեցումն է եւ ընդդիմության մոտեցումն է պետական բուհերում ուսումը անվճար դարձնել։ Իշխանական համակարգը տիրապետում է դրա իրականացման կոնկրետ բյուջետային մոտեցումների, իսկ ընդդիմությունը գիտի, որ սա շատ լավ կլինի մեր բնակչության համար։ Նաև ունենք Վրաստանի օրինակը, բայց էլի երրորդ կամ չորրորդ կամ հինգերորդ քաղաքական ուժ դրա համար պետք չէ։ Պետք է երկու սուբյեկտ, ովքեր որ կփորձեն նույն խնդրը տարբեր մոտեցումներից լուծել։ Եվ այդ իմաստով քաղաքական կուսակցական համակարգի կոնսոլիդացիա նշանակում է, որ այսքան ուժերից կմնան ազգային ժողովում ավելի քիչ 2, 3, 4 ուժեր։ Մենք դրան ենք գնում, անկախ նրանից ով է այսօր իշխանական ուժը, ով է ընդդիմադիր, այս տրամաբանությունը ես տեսնում եմ հստակ։ Եվ հա, իրենք կունենան տարբեր անվանումներ, բայց իրենք կլինեն միատեսակ, ընդդիմադիր ուժերը ազգային ժողովում այս անգամ, իշխանական ուժը կմնա եւ կշարունակի իր գործելակերպը, ոմանց դա դուր է գալիս, ոմանց չէ, բայց ես կարծում եմ, որ սա այն մարտահրավերն է, որը որ պիտի ընդունի հակառակորդը, բայց ես շատ կուզեի եւ դա խորհուրդ է եւ ընդդիմությանը եւ իշխանություններին։ Ձեզնից այն ուժը, ով որ կառաջարկի այս նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել սեփական կարողությունների մասին եւ ոչ թե մյուսի անկարողության մասին, շատ մեծ շնորհակալությամբ կընդունվի։ Եկեք ընդդիմադիր ուժեր, խոսեք այն մասին, թե ինչ կարող եք անել եւ ինչպես, իսկ իշխանական ուժ միասա թե ինչու է վատը ընդդիմությունը։ Խոսիր այն մասին, իսկ ինչ ես դու առաջարկում։ Սա սոցիոլոգիայում կոչվում է պոզիտիվ ինքնություն։ Երբ որ մենք չենք ասում, այնակ ռուսները վատն են, որովհետև ես Ուկրաինա եմ։ Չէ, ասա ես Ուկրաինա եմ, որովհետև համով բորշ եմ պատրաստում, հյուրընկալ եմ, լավն եմ, մեծ եմ, բարի եմ։ Եվ այն ուժը այսօր, ով որ քաղաքական դաշտի մյուս խաղացողներին կառաջարկի նույն խաղի կանոնները, եկեք մեր հասարակությանը առողջ պահենք, չփչացնենք, չկրվածնենք։ Արի ես խոսեմ իմ կարողությունների մասին եւ ոչ թե քո անկարողության, դու քո կարողությունների մասին, ոչ թե իմ վատ լինելու։ Սև PR-ը մի կողմ դնենք եւ սկսենք մեզ ներկայացնել միայն լավ տեսանկյուններից, թող ժողովուրդը դատի։ Եվ դա կազիչ կողմնորոշվածների վրա կարծում եմ։ Եվ չփչացնենք մեր հասարակությանը, չկրվածնենք։ Այս կարգախոսով առաջ եկած ուժը մեծ հարգանքի կարժանանա, անգամ եթե չընդունվեց այդ առաջարկը, բայց ես կարծում եմ սա անհրաժեշտություն է այսօր, շատ կարևոր է։ Ամսի 7-ը կգա ու կգնա, բայց մենք մնալու ենք եւ մեզ պետք է առողջ լինել եւ բարի միմյանց հանդեպ լինել։ Ես չեմ ուզում, որպեսզի տրանսպորտում, հիմնարկներում, ընտանիքներում գալով ձեր հենց առաջի հարցին մարդիկ պարակտվեն այն պատճառով, որ իրենց քաղաքական տեսանկյունները տարբեր են։ Դա անընդունելի է, հատկապես մեր հասարակության համար։ Իսկ չկողմնորոշվածները մոտավորապես քանի տոկոս են կազմում։ Շատ բազմազան է չկողմնորոշվածների ենթախմբերը, մասնավորապես եթե խոսենք այն մասին, որ մոտ 40-45% բնակչության ընտրողների կամ չգիտի ում քվեարկի կամ չի ուզում գնալ քվեարկության, ապա այդ մարդկանց մեջ կան մարդիկ, ովքեր գիտեն ինչու չեն ուզում, այսինքն դա ռացիոնալ քաղաքական կողմնորոշում է։ Նրանք ոչ թե չգիտեն ինչ անեն, այլ գիտեն, որ չեն ուզում ոչինչ անեն։ Համոզված են։ Եվ սա այն տարբերակն է, որը որ քվեաթերթիկներում նախկինում կար բոլորին դեմ եմ։ Ոչ թե կուսակցությունը բոլորին դեմ եմ, կուսակցությունը այլ բան է։ Այլ տեսանկյուն, կողմնորոշում, որ ինձ դուր չի գալիս այն ապրանքը, որը խանութը քեզ առաջարկում է, եւ ես չեմ ուզում դրանք։ Ես ստիպված չպիտի ստիպված առնեմ մի բան գնամ տուն։ Ինձ դուր չի գալիս ոչ մի բան։ Եվ այդ խանութը չեմ գնալու։ Եվ ոչ թե ընտրելու եմ ինչ-որ մի ապրանք, որի վրա գրված է ես բոլորին դեմ եմ, չէ։ Խանութին եմ դեմ, ընտրական process-ին եմ դեմ։ Ճիշտ որն է այդ պարագայում ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, որ քաղաքական ընտրությունները մեր հաջորդ տարիներն են պայմանավորում, եւ մենք պիտի նորից այդ վատ բառն է պիտի, այնքան շատ բան ենք անում, որտեվ պիտի անենք, եւ մարդիկ նաեւ դրանից են հոգնել իդեպ պիտի հարկ վճարենք, պիտի գնանք աշխատանքի, պիտի ծառայենք բանակում, պիտի գանք ընտրությունների, այս վերջինը մարդ չի ուզում անի, որովհետև այդքան շատ պիտի արել է
Եվս մի պիտի չի ուզում։ Բայց հա, երևի թե հասկանալով այն, որ կարծես թե քո պատիեզդը եթե չմաքրես, կեղտոտ է լինելու, պիտի մաքրես, իսկ մաքրելու ձևը ինքդ պիտի ընտրես, ինչով։ Եվ եթե տեսնում ես, որ մեր պետության մեջ լիքը խնդիր կա, որոնք պիտի մաքրվեն, որոշի ինչով մաքրես, այս կուսակցության միջոցով թե մյուս, այդ ուրեմն կարգի բերելու խնդիրը եւ իդեպ բոլոր կուսակցությունները ունեն իրենց գրասենյակները բոլոր մարզերում գրեթե եւ քաղաքացին ով ծանոթ չէ կարող է գնալ եւ սկսել ծանոթանալ այս ուրեմն կարճ ժամանակահատվածում եթե իրենց ծրագրերին իրենց մարդկանց, իրենց միջավայրին, իրենց ծրագրերին, իրենց լիդերներին եւ ոչ թե ուղղակի գնա երեխային տա որ այդ լիդերը գրկի եւ հետո հետ դնի, այլ իսկապես գրասենյակ, ծրագիր, մոտեցում, կարելի է գալ հանդիպման, կարելի է զանգել, կարելի է ճշտել, որ մեթոդն է, իսկ քաղաքական գործիչը եւ իր կուսակցությունը մեր համար միջոց են եւ ոչ թե նպատակ։ Որ միջոցը ըստ մեզ, ըստ յուրաքանչյուրիս, ավելի լավ է լուծում այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք։ Ես օրինակ շատ մեծ կարևորություն եմ տալիս էկոլոգիային։ Սա ամբողջ աշխարհում այսօր համար մեկ խնդիրն է եւ նպատակը, բայց ոչ Հայաստանում։ Մեր որևէ քաղաքական կուսակցություն էկոլոգիական նախագիծ չի իրականացնում պետության համար։ Եվ ես կուզեի իրենց դիտարկելով որպես միջոց որոշեմ, թե այդ միջոցներից որ մեկն է ծառայում այդ իմ պատկերացրած կարևորագույն վաղվա խնդրին, որպեսզի ոչ ոք ծառ չկտրի այս երկրում, այլևս ձեռք չբարձրանա ծառի վրա, որպեսզի ծառատուն կլինի նորմալ բան ամենօրյա մեզ համար, այնպես ինչպես որ եթե մենք մտածում ենք քաղաքական, ռազմական, տնտեսական խնդիրների մասին, զուգահեռաբար եւ հավասարապես մտածենք առողջ բնակչություն ունենալու եւ հա ես պիտի հասկանամ որ կուսակցությունն է եթե ոչ մեկ զգալիորեն չի նպաստում դրան ապա քիչ թե շատ որ մեկն է բայց նաեւ կուզեի որ բնակիչը առաջարկներով հանդես գա եւ հետո հետամուտ լինի այդ առաջարկներին չմտածի որ կոպիտ ասած նադա էլ է լինում չէ առաջարկեցիր գնաց այդ իդեան ինչ եղավ բայց ես ձեզ դրա համար եմ մտածում ընտրելու մասին իսկ հիմնական ընտրողներն այսօր ինչով են առաջնորդվում ընտրության գնացողները արտաքինով քաղաքական գործիչների իրենց ուրեմն տեսակով Չուր էմոցիաներից ելնելով, ինչ էմոցիա իրենց մեջ առաջացնում։ Տեսակավորում ենք մենք եւ սա պրիմիտիվ մոտեցում է։ Իհարկե որպես զուտ արտակնապես ենք դատում, լավ տղա է ասում են, կամ սա փորձառու մարդ է տարիքով է, կամ հեղինակություն է վայելում։ Ցավոք սրտի շարունակում են գործել այսօր նաև թաղային որոշակի կապեր, սոցիալական կապեր, ոչ ֆորմալ հեղինակավոր մարդիկ, ընդ որում այդ հեղինակավոր մարդիկ ոչ թե համահայկական հեղինակություններն են, մշակութային գործիչներ կամ մասնագիտության ներկայացուցիչներ, այլ զուտ փոքր խմբային թաղային ընտանեկան մակարդակում գործողներն են, այդ իմաստով եւ իշխանությունն է այսօրվա օգտվում այդպիսի ծառայություններից եւ ընդդիմությունը հին եւ նոր կապերից դա էլ է ցույց տալի, որ մենք խաղում ենք դեմոկրատիա, բայց արևելք ենք, Ասիա ենք, ու ասիական մտածողությունը փորձում ենք ծառայեցնել արևմտյան մտածողության եւ նպատակներին, դա այնքան դժվար է, տեսնում ենք մեկ պոլոմայկայով օրինակ մարդ, որը սպորտային է, բայց մարդ փոր ունի եւ այդ փորը ցցված է այդ պոլոյի տակից, կամ փողկապն է այսպես ցցված, ինչու որովհետեւ արևմտյան բան ենք հակել արևելյան մարմնի վրա Եկեք որոշենք, որ մենք չէ արևելք ենք եւ մեզ պետք չէ դեմոկրատիա, ազնիվ լինենք, չխաղանք ընտրություններ, ընտրենք ամենահարուստներին, ովքեր վախենում են կորցնել իրենց բիզնեսը եւ իրենցի պաշտոն է հանձնարարենք հոգ տանել այս պետության համար։ Եվ վերջ կամ ընտրեք տարիքով մարդկանց, իդեպ մեր տարիքով մարդիկ հայաստանցիների զգալի տոկոսը կազմող, որտեղ մենք ծերացող հասարակություն ենք Քաղաքականության մեջ չեն ցուցադրում օրինակելի պահվածք։ Մեր տարեց կանայք եւ տարեց տղամարդիկ զգալիորեն զբաղվում են ասեկոսներ տարածելով, հայհոյելով, սոցիալական ցանցերում կռիվանելով եւ էլի արևելյան մշակույթ ենք։ Իսկ արևելքում
տարիքով մարդը օրինակ է ծառայում մյուսներին։ Այս օրինակը վատ օրինակ է։